Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 27-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Միացյալ Նահանգներից, որ մեր տարածաշրջանի հետ կապված մի լուրի անդրադառնանք, ուրեմն Times of Israel-ը հայտնում է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանի թեմայի շուրջ։ Հատուկ նշեցի, որ Իսրայելի մեդիայի այդ մասին խոսում, որ հավաստիության մեջ չկասկածենք, որտեղ իրանց շահերից չի բխում, որ ցույց տային, որ Թրամփը լարված խոսակցություն է ունեցել։ Կողմերը չեն կարողացել լուծել իրանական խնդրի շուրջ ունեցած տարաձայնությունները։ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է դիվանագիտական լուծման հասնել իրանցիների հետ։ Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև ընդգծել է, որ շահագրգռված է համաձայնության հասնել, որը կծառայի երկու կողմերի շահերին։ Մենք լավ գիտենք, որ Իսրայելը ցանկանում է պարտադիր հարված հասցնել Իրանին, այնպես չի, որ ինքը մտածում է, որ այդ հարվածից պատասխան հարված չի ստանա, բայց այն բանակցությունները, որ վարում է Միացյալ Նահանգները Իրանի հետ, անհանգստացնում է Իսրայելին, որովհետև Իսրայելը մինչև այդ շատ ոգևորվեց Թրամփի աջակցությունից, այնքան ոգևորվեց, որ ասեց գազան էլ դատարկենք, Իրանին էլ հարվածենք, բայց հիմա ինքը հասկանում է, որ եթե Թրամփը համաձայնության եկավ Իրանի հետ, իսկ Իրանը ոչ մի միլիմետր չի ցանկանում զիջել, այսինքն ասում է ուրանը հարստացնելու ենք, օգտագործելու ենք խաղաղ նպատակով, ռումբ չենք ստեղծելու, բայց հարստացնելու ենք։ Եվ մասնագետներն էլ ասում են, հարստացնելուց մինչև ռումբ ստեղծելը մաքսիմում մի քանի ամիս է։ Այսինքն Իսրայելը լավ հասկանում է, որ եթե այդ գործարքի հետ կապված պայմանավորվեցին, ինչպիսի հավաստիացումներ էլ Իրանը ասի Ամերիկայի Միացյալ Նահանգներին, եթե ինքը շարունակում է հարստացնել ուրանը, լաբորատորիաները նորմալ աշխատում են, նշանակում է 3 ամիսը բավարար է, որ իրանք ստանան ռումբ։ Այս է հարցը, որ Իսրայելը լավ հասկանում է, որ այդ ռումբը օգտագործվելու է իր դեմ։ Եվ դա է պատճառը, որ ինքը ամեն ինչ անում է Միացյալ Նահանգներին ներքաշի դրա մեջ։ Իսկ մենք, այո, անհանգստանում ենք, որ Իրանը դրա մեջ ներքաշվեց, մենք խնդիր ենք ունենալու։ Խնդիր ենք ունենալու ոչ միայն այն պատճառով, որ Իրանն է ներքաշում, խնդիր ենք ունենալու, որ Իրանի դեմ պայքարելու ժամանակ Ադրբեջանի տարածքը որպես պլացդարմ օգտագործելու են բավական հարմար դիրքից հարվածներ հասցնելու։ Իսկ այդ դեպքում, թե ինչ կպահանջի Ադրբեջանը դրա դիմաց, դժվար չէ հասկանալ։ Այնպես որ ավելի քան Իրանի շահերից ավել մեր շահերից է բխում, որ այդ կոնֆլիկտը տեղի չունենա։ Եվ գերագնահատեց աջակցությունը Միացյալ Նահանգների, իսկ Իսրայելը, իսկ մենք էլ գիտենք մի բան, մինչև Դոնալդ Թրամփը Իրանի եւ Ամերիկայի հարաբերությունը կայուն էր, այսինքն իրանք ուղղակի Ամերիկային թշնամի էին համարում ու ատում էին։ Հեղափոխությունից հետո այդ էր, շատ թեթև տատանումներով էր գնում, միևնույնն է, դրանից որակը չէր փոխվում։ Իսկ հիմա որակը փոխվել է, ուղղակի Իրանը հասկանում է, որ կա շանս Միացյալ Նահանգների հետ հարաբերությունը կարգել, բայց ուղղակի ատելության փոխարեն իրանք ուղղակի Թրամփին չեն վստահում, այդքան մի բան։ Դա նշանակում է, որ ցանկացած պարագայում կարող է իրավիճակ փոխվել։ Իսկ այն, որ այս հեռախոսազրույցի հետ կապված ուղղակի ինֆորմացիան տարածվեց, եթե մենք հիմա նայենք նաև թե ինչ է ասել Դոնալդ Թրամփը, դրանից կհասկանանք, որ այդ հեռախոսազրույցը այդքան էլ իրականությունից հեռու չէր։ Չնայած այդ մասին խոսել ենք, որ քիչ հավանական է, որ այս պահին Դոնալդ Թրամփը այդ քայլին գնա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի հետ, տեսնենք թե ինչ կստացվի դրանից։ Կարծում եմ, որ մենք կարող ենք լավ նորություններ ունենալ իրանական ճակատում։ Մենք իրական առաջընթաց ունենք, լուրջ առաջընթաց, ասել է Դոնալդ Թրամփը։ Սա իհարկե մի 2 օր առաջ է ասել, վերջի հանդիպումից հետո, ուղղակի քանի որ այդտենց լավատեսական բոլոր կողմերն էլ ասել էին, դրա համար սրան չանդրադարձա, բայց երբ որ արդեն էս լուրը տարածվեց, որ Իսրայելը արդեն
խոսք են գնում արդեն շատ վատ խոսակցություններ Իսրայելի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի, հասկանալի է, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստում Իսրայելի ցանկությամբ այդ քայլերը անել։ Ինչքան էլ ինքը ցանկանա Իսրայելին պաշտպանի, այս պահին ինքը նպատակահարմար չի գտնում, որովհետև պահաբաց թողեցին, որ Իրանը խեղճացած էր, մեկուսացված էր, որովհետև Իրանին ասում են, տեսա, դու ահաբեկիչ Ռուսաստանին ես օգնում, իսկ հավաքական արևմուտքը կանգնած է Ուկրաինայի թիկունքին։ Դու ինչ ես անում։ Նա էլ արդարանում էր, թե ես դրոն չեմ տալի, բալիստիկ հրթիռ չեմ տալի, շար են անում ին վրա։ Իսկ հիմա, երբ որ ահաբեկչությունը արդարացնում է Դոնալդ Տրամփը, Իրանը ինչի պետք է անհանգստանա։ Եթե ասում ով ինչ վերցրել է, հալալա Իրան, այդ դիրքից է բանակցում, ունի բանակցային առավելություն, ում տարածքն է որ վերցրել են, նա էլ հաղթատուղթ չունի։ Այս պարագայում Իրանը ինչ ունի արդարանալու որ։ Լա Իրանի լեզուն հիմա երկարեց, նրա ռազմական հզորությունը մի քանի օրվա մեջ չմեծացավ։ Ուղղակի լեզուն երկարեց, երբ որ աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատեց։ Իսկ այն որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նաև խոսք է գնում, որ անգամ Պուտինի հետ խոսալու ժամանակ հասկացնել է տվել, դա էլ ամերիկյան լրատվամիջոցներն են տարածում, որ ամեն դեպքում իմացի սանկցիաների չեն գնալու քու դեմ, եթե նույնիսկ չափը անցնում է, այսինքն նույնիսկ եթե ասում են խելագար բան եւ այլ, եւ նույնիսկ եթե այդ խոստումը տվել է եվրոպական լիդերներին, այն 4-ին, որոնց հետ խոսել էր, միևնույնն է ինքը չի պատրաստվում կոշտ քայլեր անել Ռուսաստանի դեմ։ Այսինքն սա էլ ցույց է տալիս, որ դեռ չի կողմնորոշվում Դոնալդ Տրամփը, ինչով մի սցենար ուներ դադարեցնելու, եւ այդ սցենարը չաշխատեց, փորձեց ճնշել Ուկրաինային, չստացվեց, փորձեց ճնշել Ռուսաստանին, էլի չստացվեց, հիմա արդյունքում արդեն չի կողմնորոշում որ քայլը պետք է անի, բայց այդ մեկուսացված քաղաքականությունը, որ դա մեզ չի վերաբերվում, մենք այսինքն կոշտ բաներ չենք անելու, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներին ավելի ծանր հարված է, նույնիսկ ավելի շատ, քան Ուկրաինայի։ Ուկրաինան մի կերպ իր հարցերը կլուծի լավ թե վատ։ Այսօր կտուժի, վաղը կշահի, միևնույն նրանք չեն կոտրվելու, նրանք պայքարելու են։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների կորցրած հեղինակությունը դժվար է այդքան հեշտությամբ վերականգնել։ Որովհետև ինչպես տեսնում եք, այն ինչի մասին, որ Դոնալդ Տրամփը խոսում էր, սա էլ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ բուֆերային գոտին կզբաղեցնի Ուկրաինայի գրեթե ողջ տարածքը, եթե շարունակվի ռազմական օգնությունը բանդերային ռեժիմին։ Մեդվեդևն իր գրառմանը կցել էր մի տեսանյութ, որում գրեթե ողջ Ուկրաինան բացառությամբ երկրի արևմտյան մասի մի փոքր հատվածի նշված էր որպես բուֆերային գոտի։ Սա էլի պատասխան են բանի, որ եթե հանկարծ թույլատրեն հեռահար զենքով հարվածել կամ զորքեր տեղակայեն եւ այլ, այսինքն այդ բուֆերային գոտին չի։ Էս է այդ մարդկանց վերաբերմունքը, որ այդ երկիրը որպես երկիր պետք է վերանա։ Իսկ հիմա նայենք այս ընթացքում մեր տարածաշրջանի ակտիվությունը, Թուրքիայի ակտիվությունը նաև նայենք, որովհետև հիշում ենք, որ Լավրովը երբ որ եկավ, դրանի ասեց, որ եկել եմ նաև քննարկեմ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարցեր եւ հայ-ռուսական հարաբերություններ, որից հետո Ֆիդանը պետք է գնար Մոսկվա, դրա մասին հենց այն սկզբից խոսել ենք, եւ նաև քննարկելու էր իթիվս այլ հարցեր, նաև հարավային Կովկասի հարցը, այսինքն Լավրովը մի հատ էլ պետք է ասեր, թե Հայաստանի հետ ինչ ա որոշել հայ-ռուսական, Հայաստանի հետ ինչ ա որոշել Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան։ Եվ այն, որ մի կողմից էլ Ամերիկանը բավական մեծ հնարավորություններ տալիս Թուրքիային, սկսած Սիրիայից եւ այլն, դա էլ մեզ համար մտահոգիչ է, որովհետեւ Թուրքիայի դերակատարությունը մեծանալը մեր շահերից հաստատ չի բխում։ Իհարկե կան միամիտ պատկերացումներ, որ եթե մենք Թուրքիայի հետ լավանանք, դրանով Ռուսաստանին կմեկուսացնենք, որովհետև Ռուսաստանը այդ դեպքում ինչ ունի անելու, իր այս տարածաշրջանում ազդեցությունը պայմանավորված է, որ տեսեք հակամարտություն կա, ինքն էլ որպես մեծ պետություն իր ազդեցությունն է տարածում, եթե չկա կոնֆլիկտ հարևանների հետ, ուրեմն չկա նաև ներկայացվածություն Ռուսաստանի։ Դա խորը թյուրիմացություն է, որովհետև Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ այնպիսի շահեր ունի, որ ինքը բավարար չափով ուժ չունի
զսպի Թուրքիային եւ Ադրբեջանին, բայց բավարար չափով ուժ ունի մեր ձեռից մի բան խլի եւ ժեստանի Թուրքիային ու Ադրբեջանին։ Այնպես որ փորձել հակադրություններ գտնել, օգտվել այդ հակասություններից Թուրքիա եւ Ռուսաստան, դա անիմաստ պարապ զբաղմունք է ժողովուրդ ջան։ Դրա համար նայենք Ֆիդանի այցելությունից եւ հասկանանք մեզ համար դա ինչ է նշանակում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ հաստատել է հանրապետության պատրաստակամությունը ընդունելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլը եւ ցանկացած աջակցություն ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը։ Իհարկե ստեղ են, որ Ստամբուլում է անցնում, դա ավելի շատ բխում է Պուտինի շահերից, որովհետև ինքը ուզում է ցույց տա, որ ոչինչ չի փոխվել, այն ինչ որ 2022 թվականին բանակցությունը դադարեցվել է, որովհետև Ուկրաինան դեմ եղավ եւ դա էլ մեղադրում էր ասում դան համոզեց Ուկրաինային Բորիս Ջոնսոնը, նախկին վարչապետը Մեծ Բրիտանիայի, անընդհատ Պուտինը մեղավոր էր ման գալի, բայց խնդիրը դա չի, այդ Ռուսաստանի համար հասկանում ենք ինչի Ստամբուլ, բայց եւ միևնույն ժամանակ նույնիսկ եթե Ստամբուլը հարթակ է տրամադրում Թուրքիան, ապա այնուամենայնիվ ինքը ցանկանում է ցույց տալ, որ ես ավելին եմ անում, քան ընդամենը հարթակ տրամադրելն է։ Այսինքն ես կարգավորման լուծումներ եմ առաջարկում կողմերին, ես միջնորդ եմ հանդես գալի եւ այլ եւ այլ։ Մի բան, որ այսինքն դա էլ է մեծացնում Թուրքիայի դերակատարությունը, որը նույնպես մեզ համար ընդունելի չի։ Իհարկե, ես միշտ ասում եմ, պետք է այդ հարցում տարանջատել։ Մեր իշխանությունների համար ընդունելի է, մեզ համար ընդունելի չի, որովհետեւ մեր իշխանության շահերը, բերեք չհամեմատենք մեր շահերի հետ, իրանք ասենք Էրդողանի համար խելքները իրանց չի, դա մի տենց է, ժողովուրդ ջան։ Սերը նենց բան չի, որ սկսենք մտածել ինչի համար է սիրում։ Բայց մենք մտածենք մեզ համար։ Ֆիդանը երկօրյա այցով Մոսկվայում է, իսկ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով մայիսի 26-ին նա հանդիպել է Ռուսաստանի նախագահի օգնական Մեդինսկու հետ, դե Մեդինսկին այդ բանակցություն վարողներ Ստամբուլում դրա համար, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններում, Ֆիդանին ընդունել է նաև Ռուսաստանի նախագահ Պուտինը, բանակցությունների մյուս կարևոր թեման Սիրիայում տիրող իրավիճակն է։ Անկարան ցանկանում է, որ Ռուսաստանը շարունակի աջակցել Սիրիայի քաղաքական եւ տարածքային ամբողջականությանը, ասում է հրապարակման մեջ։ Հիմա ուշադրություն դարձնենք։ Թուրքիան մտավ Սիրիա, 11 օրում իշխանությունը վերցրեց։ Եվրոպան ողջունեց, Ամերիկան ողջունեց։ Ռուսաստանին դուրս մղեց գործնականում Սիրիայից եւ Իրանին։ Բայց Ռուսաստանը այնուամենայնիվ այն բազաները, որ բերել էր Ասադի համար, այնուամենայնիվ չի ցանկանում այդ բազաները հանի մտածելով, որ դրանով ինքը տարածաշրջանում ազդեցություն կունենա։ Հիմա ինքը Թուրքիան է արդեն ասում, եթե ուզում ես, արի ես իշխանությանը աջակցի տարածքային ամբողջականության համար, իսկ տարածքային ամբողջականություն արի աջակցի Իսրայելին հանենք դուրս։ Մի բան, որ այնուամենայնիվ ինչքան էլ Իսրայելից նեղանա Տրամպը, դեռ Իսրայելին զոհաբերելու պատրաստ չի Թուրքիա-Իսրայել փոխհարաբերությունների պարագայում, որ Սիրիայից դուրս գա, երբ որ Գոլանի բարձունքները 67 թվականի 6-օրյա պատերազմի արդյունքում է Իսրայելը վերցրել, լավ վերջերս էլ մի քիչ էլ առաջ է եկել։ Այսինքն հիմա դա սա էլ է մեզ համար խնդիր, որ լավ Սիրիայում մենք ունենք հայկական համայնք, հասկացանք ինչ որ լուծում կարող է գտնվի, Ասադի ժամանակ հա բռնապետություններ, տոտալիտար պետություններ, բայց մերոնք հաշտված ապրում էին։ Հիմա մենք մտավախություն ունենք, որ Թուրքիան այնտեղ ազդեցություն ունի, առայժմ դեռ սուրբ խնդիրներ չկա, բայց այնպես չի, որ խորքային մտավախություն չունենք, որ կարող լինի։ Բայց հիմա զուտ նայենք Հայաստանի դիտանկյունից, ոչ թե մեր ընդեղի համայնքի։ Եթե Թուրքիան աջակցում է Ռուսաստանին, որ բազաները մնա եւ ազդեցությունը չկորցնի Սիրիայի հանդեպ, այդ դեպքում հարց է ծագում։ Բա դրա դիմաց Ռուսաստանը Թուրքիայի հետ ինչ են ուզելու։ Կարող է պատահաբար դա մեր շահերին հանկարծ ոտնահարի։ Այս է, որ մենք ցանկացած բան, որը մեզնից դուրս կատարվում է, մենք մի հատ նայում ենք, իսկ մեզ դա ինչքանով է վերաբերվում։ Իսկ կարող է դա մեզ նաև լրջորեն վերաբերվի, եթե Ռուսաստանը Թուրքիայի կարիքը ունի Սիրիայում ներկայացված մնալու համար։ Դա գին ունի, ով է այդ գինը վճարելու։ Ուրեմն Հական Ֆիդանը ինչ ասեմ, մեր հարաբերությունները զարգանում են շատ առողջ ձևով, հասնելով մեր առաջնորդների կողմից ուրվագծված նպատակներին։ Մեր աշխարհագրության մեջ, որտեղ օրակարգը շատ արագ է փոխվում,
Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև խորը արմատացած հարաբերությունները կարևոր դեր են խաղում մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում։ Ահա ժողովուրդ ջան, տարածաշրջանը որ փոխվում է, այդ գիտենք, որ շատ արագ է փոխվում, էլ գիտենք, անկանխատեսելի բաներ շատ են լինում, բայց Թուրքիայի արտգործնախարարն ասում է, մեր երկու նախագահները ոնց որ պայմանավորվել են, մենք իրար հետ հարաբերությունը աշխարհը ոնց էլ փոխվի, մենք իրար հետ ենք։ Այս ուղղակի որոշ միամիտների համար, որ ցանկանում են սեփ խրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև, խաղալ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ։ Մի մասն ասում է Ռուսաստանի հետ լավ լինենք ընդդեմ Թուրքիայի, մի մասն ասում է Թուրքիայի հետ լավ լինենք ընդդեմ Ռուսաստանի։ Էսա այս մարդկանց պատկերացումները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Հական Ֆիդանի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է. Ռուսաստանը եւ Թուրքիան ունեն հարավային Կովկասում 3+3 ձևաչափով փոխգործակցության փորձ։ Այս ձևաչափն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։ Լավրովն ընդգծել է, որ 3+3 հարթակի ձևաչափը հուսալի հիմք է ստեղծում հարավային Կովկասի 3 երկրների եւ հարևան պետությունների Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջև փոխգործակցության համար։ Ֆիդանը իր հերթին ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ապահովում է ուշադրություն տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն շնորհիվ երկարամյա հարաբերությունների։ Այսինքն մեր տարածաշրջանի կայունության հարցում Թուրքիան եւ Ռուսաստանը միասին են գործում։ Բայց ինչ վերաբերում է 3+3-ին, որ ասում է, որ սա հիմք է ստեղծում հարավային Կովկասի 3 երկրների եւ հարևան պետությունների փոխգործակցության համար։ Եթե հարավային Կովկասի 3 երկրները թվարկում է, այն դեպքում, որ 3-ից մեկը չի մասնակցում Վրաստանը, ամենասկզբից այն հիմնադիր նիստին անգամ չի մասնակցել։ Անլուրջ չի, որ ասես հարավային Կովկասի 3 երկրներ, որից մեկը չի մասնակցում։ Բայց խնդիրը մենակ դա չի, որ դա ասենք։ Բայց հիմա հարցը առաջանում, Հայաստանը մշտապես կարևորում է այս հարթակը, այն դեպքում, երբ որ ասում է այս հարթակը խաղաղության կարգավորման հարթակ էլ չի, որ ասենք այդտեղ պետք է քննարկենք Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Բայց մերոնք շատ լավ էլ մասնակցում են, այն մեկը Մոսկվայում էր մասնակցեցին, այն մեկը Իրանում էր մասնակցեցին, հիմա էլ Թուրքիային մասնակցեցին։ Բա հաջորդնով է մասնակցելու, եթե 3+3-ա, բայց մասնակցում են 5-ը։ 5-ից եթե ամեն անգամ մեկի երկրում է անցնում։ Տակը մնաց 2 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը։ Այսինքն նախորդը, որ եղել է 2024 թվականին Թուրքիայում, այս մեկը պետք է լինի արդեն կամ այս տարի, կամ մյուս տարի, բայց եթե լինի կամ պետք է լինի Հայաստանում, կամ պետք է լինի Ադրբեջանում։ Հիմա այդ դեպքում հարց է ծագում։ Բա Հայաստանի դիրքորոշումը ո՞րն է։ Հիմա Հայաստանի դիրքորոշումներն են։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից պատասխանելով գրավոր հարցմանը հայտնել են. Հայաստանը պատրաստ է հյուրընկալել 3+3 ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին Հայաստանի իշխանությունները հայտարարել են դեռևս 2024 թվականին։ 2024, այսինքն Թուրքիայի հանդիպման ժամանակ են իրանք այս մասին ասել։ Հիմա հարց է ծագում։ Սա էլ որ երրորդ դեպքն է, որ այսինքն Հայաստանը Ադրբեջանի հետ լավ էլ պայմանավորվում են պասերով։ Ասում են դե գիտես ինչ, արի սենց անենք, մի հատ 2026 թվականի քաղաքական համաժողով անցնի Հայաստանում, դու մերը պաշտպանի, մենք քոնը պաշտպանենք, 28 թվականին է թող քո մոտ անցնի։ Եվ դրանից բացի, հիմա էլ եթե 3+3 ձևաչափից մի պետություն չի մասնակցում հարավային Կովկասի, Հայաստանում անցկացնես, Ադրբեջանը չմասնակցի, այդ ինչ հարթակ եղավ եւ ինչ ես քննարկում, Ադրբեջանում անցկացնես, Հայաստանը չմասնակցի, այդ ինչ հարթակ եղավ։ Այսինքն եթե Հայաստանը արդեն իր նախաձեռնությունն է հանդես բերում, որ մենք դա կանցկացնենք ու դա անցնելու է արտգործնախարարների մակարդակով, ուրեմն Հայաստանը ինչ որ առաջընթաց պետք է ցույց տա, որի դեպքում Ադրբեջանը ցանկություն հայտնի մասնակցել։ Առավել ևս COP29-ին Հայաստանը չմասնակցեց, որովհետև ասեց ոչ մի առաջընթաց այդ պարագային չունեն։ Իրանք սպասում էին, որ Ադրբեջանը կգնա որևէ զիջումների գոնե գերիներին բաց թողելու հարցում, որ դա տեղի չունեցավ եւ Հայաստանը չմասնակցեց։ Հազիվ թե Հայաստանը իմանա, որ Ադրբեջանը չի մասնակցելու, պատրաստակամորեն ասի, եկեք Հայաստանում այդ հարցը քննարկենք։ Ինչը քննարկենք, եթե հարավային Կովկասից մենակ Հայաստանն է մասնակցելու, կամ եթե Ադրբեջանում լինի նույնը։ Սա նշանակում է, որ
ինտենսիվ կերպով ոչ հրապարակային քայլեր ցույց տալով կամ բացատրելով Նիկոլ Փաշինյանը պայմանավորում Ալիևի հետ այդ սուրճ խմելը դա արդեն կոնկրետ քայլեր է, պայմանավորվածություններ, եկեք միասին այս քայլերն անենք, իրար հետ ճանապարհ գնանք, մարդիկ էլ ասում են լավ, բացատրի, հասկանանք։ Դրանով ոնց է խաղաղություն բերում, եթե Ադրբեջանը շարունակում է պահանջատիրությունը, եթե Ադրբեջանը ոչ մի միլիմետր զիջումների չի գնում, անընդհատ մեղադրում է Հայաստանին, լել չեմ ասում կրակոցներ եւ այլ եւ այլ։ Այսինքն ով է քեզ ասել, որ այդ ամեն ինչը նորմալ է։ Ասա մենք էլ իմանանք, մենք էլ հանգստանանք։ Ինչ մի վատ բան կլինի, որ մենք մեզ հանգիստ զգանք։ Այսինքն էս հիմա դուք նայեցիք, որ իրավիճակը եւ քանի որ մի երկու օր առաջ էլ խոսել ենք, որ Պակիստանի վարչապետն է գալու եւ հանդիպումներ ունենալու, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանել է Արցախ, նրան դիմավորել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆ Արցախում կմասնակցեն Քաշաթաղում նոր միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Ամենայն հավանականությամբ արդեն կարող է կայացել դա ժամը հաշվի առնելով, բայց նորություն չկար։ Նորը դրա համար կարծացի այն ինչ որ ասում էր։ Այս շատ բան չի փոխվում, որ արդեն մասնակցած են։ Հարցը որն է։ Պակիստանն երկիրն է, որը որ Արցախի հետ կապված 44 օրյա պատերազմում Ադրբեջանին ուղիղ ձևով աջակցում էր։ Այն երկիրն է, որ Հայաստանը չի ճանաչում, այն երկիրն է, որ Հնդկաստանի հետ կոնֆլիկտի մեջ է, նույնիսկ եթե այս պահի երկու կողմի շահերից էր բխում չխորացնել եւ Դոնալդ Տրամպի միջնորդությունը հարգեցին եւ դադարեցին, բայց դրանից կոնֆլիկտը չմարեց։ Կոնֆլիկտը տասնամյակների պատմություն ունի, դա այտենց մի հատ զանգով չմարեց, բայց այս պարագայում իրանք ինտենսիվ ձևով հանդիպում են Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ։ Նույնիսկ Հնդկաստանի կողմից սանկցիաները Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ սրանց հեռու չի պահում, որտեղ սրանք ունեն շատ ավելի մեծ շահեր, քան ասենք մի քանի բիզնեսմենի կողմից արած առևտուրն է։ Սա ուղղակի նրա համար, որ մեր իշխանությունները ռեգիոնալ քաղաքականություն են ուզում վարեն ում հետ։ Թուրքիայի, Ադրբեջանի, այս որ Թուրքիայի, որը հիմա Պակիստանի հետ սեն ջերմ հարաբերություններ է, այնքան ջերմ, որ հրավիրում են Արցախ, ասում են եկեք ստեղ իրար հետ հանդիպենք, մեր աղբերությունը նշենք, հայ ժողովուրդ ջան։ Բա մենք սա ենք ասում, բա մենք ում գործընկերն ենք։ Այդ շատ այնց պրիմիտիվ ձևով ասել բալանսավորված քաղաքականություն, սրա հետ էլ ենք, լավ, նրա հետ էլ ենք, լավ, նրա հետ էլ ենք, լավ։ Հա, իրանք էլ ասում են, հա, լավ եղի։ Ահա, բայց ով է դա լուրջ ընդունում։ Իսկ հիմա նայենք, որովհետև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր նենց հայտարարություններ արել, չնայած մի երկու օր առաջ ինքը հայտարարություններ արել ինչ որ հարցազրույցում ասել էր, որ ինքը ժամանակին մարիխուանա օգտագործել է եւ գտնում է, որ դա պետք է օրինականացնել, իհարկե դա մեծ խայտառակություն է, երբ որ իրավապահ համակարգը, կրթական համակարգը, ընկած բոլորը ամեն ինչ անում են, որպեսզի բացատրեն, որ դա վատ է, արատավոր երևույթ է, որ մեր երիտասարդների նկատմամբ տեսեք ինչ են անում, եթե որևէ մեկը կասի, որ մարիխուանան օգտագործելուց հետո ավելի ծանր թմրանյութի չեն անցնելու մասնագետներին հարցրեք, թող ասեն, ես դրա մասնագետը չեմ։ Ամեն մեկս մեր տեղում, ես ինչքան էլ աշխարհաքաղաքական տարածաշրջանային ու ներպետական քաղաքական իրադարձությունները կարևորը միշտ փորձում եմ գոնե մի փոքր ժամանակ գտնենք, խոսենք այն արժեքներից, թե ինչ ենք ուզում մեր երկրում, ինչպիսի հասարակություն ենք ուզում, ինչպիսի ընտանիք ենք ուզում, ու շատ ավելի կարևոր է այդ բարոյական նկարագիրը, այդ կենսակերպը, մեր արժեքները, որը կարևորում ենք, մեկ էլ խորհրդարանական կառավարման համակարգի ժամանակ ազգային ժողովի նախագահն ասում է հերիք չօգտագործել է, հիմա գտնում են, որ պետք է օրինականացվի, այսինքն այդ ամբողջ արածը ջուրը լցնի, որ երիտասարդներին ասես ժողովուրդ ջան, ձեր կյանքը ինչ եք թունավորում, ասի լավ, դու ասեցիր, հասկացանք, բա ազգային ժողովի նախագահը ասում է դա լավ բան է։ Պատկերացնում եք ինչքան են դժվարացնում մեր արած գործը, բայց հիմա ես մտածում եմ, որ այլևս չմեղադրենք, որովհետև տեսեք ինչի, այն ինչ որ ասել է Ալեն Սիմոնյանը, երևի ասում է դուք էլ որ քաշեք, նորմալ կհասկանաք։
Այսինքն հիմա այս օրինակ պետք է ասեմ իմ կարծիքը իր ասածների մասին, որտեղ բացարձակ խայտառակություն է ասել, բայց եթե իր առաջարկած օրինականացրած լինեին, մենք էլ օգտագործեինք ձեզ հետ միասին, կարող է շատ նորմալ ընդունեինք, որտեղ ես կասկածում եմ, որ ինքը սա առանց քաշելու այսքանն ասել, էլի, այդ որ արդարացնում էր, որտեղ նայեք ինչ է ասում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Ադրբեջանի հայտարարություններին, թե Հայաստանն արևմտյան Ադրբեջան է, ասել է. մենք էլ ենք չէ տարածքային պահանջ դնում, երբ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան Ադրբեջանի արած քայլերին ասում ենք, տես ինչ ասեց։ Ասում եմ, Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում։ Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա կգամ, կմտնեմ արևմտյան Ադրբեջան, կհիմնադրեմ, բա այն մի մասը նկատում եք, այն մյուսը ոչ, ասել է ազգային ժողովի նախագահը։ Հարցին լրագրողի պարզաբանման համեմատությունը տեղին էր, Սիմոնյանն ասել է, իհարկե տեղին է։ Ճշտող հարցին, բայց Հայաստանի տարածքում եղել է Ադրբեջան, նա արձագանքեց, ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո, չի եղել ու չի էլ կարող լինել, ասեմ ավելին հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, նորից եմ ասում, դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են, սխալ են, կամ այլ ձևի են, իրենք էլ են այդ ձևով պատասխանում, իմ ասածը հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարություններն իր հայելային արձագանքն է, այդքան բան, ինչ վերաբերում է դիտարկմանը, որ մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ արևմտյան Ադրբեջանի արտահայտությունները կային, եւ որ Սիմոնյանը պարզապես փորձում է սլակները տանել արցախցիների կողմ, նա ասաց ոչ, սխալ եք, ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք Ղարաբաղ, ինքը պիտի ասի արևմտյան Ադրբեջան, այսքան բան։ Հիմա ես ուզում եմ մի հատ հասկանանք հետևյալը։ Ես ուղղակի ամբողջական կարդացի, որ հասկանանք, թե ասածը որն է։ Հավասարության նշան դնենք, զուգահեռներ անցկացնենք, եթե Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, Արցախում էլ ապրել են հայեր, ուրեմն դրանք նույն կարգավիճակն ունեն։ Մանավանդ այդ 300,000-ի մասին էլ ասել, դրան էլ կանրադառնամ։ Այսինքն ոնց է այդ կարգավիճակը, ոնց ենք նույնացնում։ Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ։ Հայաստանը եղել է խորհրդային միության կազմում։ Արցախում ապրել են հայեր։ Էլի եղել է խորհրդային միության կազմում։ Բայց խորհրդային միության կազմում Լեռնային Ղարաբաղը Արցախը ուներ կարգավիճակ, ինքնավար մարզի կարգավիճակ։ Կիրովաբադում ապրող հայը չուներ, ոնց որ Մեղրիում ապրող ադրբեջանցին չուներ, ուղղակի խորհրդային միության քաղաքացի էր։ Բայց կարգավիճակ ուներ Լղիմի բնակիչ հայը, ոչ միայն որ իր պատմական տարածքում էր ապրում, ինչ է նշանակում խորհրդային միության ժամանակ ինքնավար մարզ, որ եթե ինքնավար մարզի կարգավիճակ ունի, դա նշանակում է ամրագրված է միութենական սահմանադրության մեջ այդ կարգավիճակը։ Եթե Արցախում ապրում էին հայեր եւ ադրբեջանցիներ, մոտարապես մի 20% ադրբեջանցի, բա ում համար էր այդ ինքնավար հանրապետությունը։ Այսինքն Ադրբեջանում ապրող Շուշիի ադրբեջանցին ինքնավարվել էր Բաքվից։ Դա ինչ ուղեղ է, ժողովուրդ ջան։ Ադրբեջանցի Ադրբեջանի տարածքում նշանակում է այդ ինքնավարությունը տրված էր հայ բնակչությանը, ժողովուրդ ջան, բարդ է այդքան հասկանալ։ Այսինքն եթե Արցախում ապրեր 100% ադրբեջանցի, պետք է լիներ ինքնավար, որ ինչ։ Այն ժամանակ ինքնավար հանրապետություն էր Նախճեվանը, որովհետև հայեր էին ապրում։ Ում ինքնավարությունն էր դա։ Այսինքն եթե իր բուն տարածքն է, ունիտար հանրապետությունն է, այդ ինքնավարությունն ում համար էր դա, բայց այդտեղ բնակչություն էր ապրում, դրա համար իրանք որոշեցին, չէ՞ այդ կարգավիճակը։ Հիմա այդ կարգավիճակը Արցախը ուներ, ինքնավարության կարգավիճակ ուներ, դա չես կարող համեմատել Կիրովաբադի հայի հետ, ոչ էլ համեմատես Մասիսի ադրբեջանցու հետ, բարդ է այդքան հասկանալ իրավաբան Ալեն Սիմոնյանին։ Եվ ի վերջո ինչի արդյունքում եղավ այդ ամեն ինչը այդ կոնֆլիկտը։
Այդ կոնֆլիկտը եղավ, որ 88 թվականին, փետրվարի 20-ին, մարդ խորհուրդը որոշեց, ասեց խորհրդային միության կազմում դուրս գանք Ադրբեջանի կազմից, մտնենք Հայաստանի կազմ։ Էլի մնալով խորհրդային միության կազմում այն ժամանակ անկախության մասին ոչ ոք չէր խոսում։ Կարգախոսը, որով փողոց էին դուրս եկել, գրված էր Լենին, պարտիա, Գորբաչով։ Ինչ անկախություն, ժողովուրդ ջան։ Բայց փետրվարի 20-ից 7 օր հետո Ադրբեջանը Սումգայից սարքեց։ Մեկ շաբաթ հետո։ Այսինքն դեռ չսպասեց, որ տեսնի կենտրոն այդ որոշումը մարդ խորհրդի պետք է գնար Մոսկվա, կենտրոնական իշխանությունը պետք է որոշում կայացներ։ Այսինքն մենակ հայտարարելը ուզում եմ դուրս գալ Ադրբեջանի կազմից մտնեմ Հայաստանի կազմ, բավարար չէր։ Նա դրա համար որոշման մեջ գրած էր դիմում են Հայաստանի իշխանություններին, դիմում են կենտրոնական իշխանություններին, որ որոշում կայացնեն։ Կենտրոնական իշխանությունը դեռ որոշում չկայացրած, արդեն ադրբեջանցիները դրեցին եւ Սումգայից սարքեցին։ Այդ տեղյակ չեք մենք, այդ որ Ադրբեջանն է։ Իսկ երբ որ հանկարծ ինչ-որ մեկը ասում է, որ բա Խոջալուն էլ հայերն են արել, նախ պատմական փաստերով ապացուցված է, որ Խոջալուն հայերը չեն արել, ադրբեջանցիներն են արել պրովոկացիան, որ գցեն մեր վրա։ Բայց նույնիսկ եթե ասենք չենք կարողանում ապացուցենք, որ Խոջալուն մենք չենք արել։ Մինչև հիմա Ադրբեջանի մեղադրանքը Հայաստանին ներկայացած է Խոջալուն է, չէ՞։ Ուրիշ փաստեր ունի, որ բերի, չէ։ Խոջալուն է, հա, բայց ոչինչ որ Խոջալուն 92 թվականի փետրվարին է եղել։ Իսկ Սումգայիթը 88 թվականին, մի շաբաթ հետո 92 թվականի փետրվարին արդեն Արցախը իր անկախությունն էր ճանաչել, Արցախը իր պետական անկախությունն էր հռչակել 92 թվականի հունվարի 6-ին։ Այն ինչ որ տեղի ունեցել Խոջալույում, դա ադրբեջանական պրովոկացիա էր, որովհետև արցախցին դա պետք չէր։ Այսինքն սա ինչ է նույնացնում, որ արդարացած այս փաստաբանությունը Ադրբեջանի համար այնքան անգրագետ է, ոսկե ադրբեջանցիները սա պետք չի։ Ալեն Սիմոնյան, երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ որ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։ Ազգային ժողովում ճեպազորույցի ժամանակ ասել է Ալեն Սիմոնյանը։ Ուրեմն տեսեք, նորից էլի խնդիրը, հենց պայմանագիրն եղավ են 300,000-ի մասին, որ ասում է Ալիևը, դրանք հանգիստ կարող են գալ Հայաստանում ապրել, բայց նորից հիշեցնենք, այդ մարդիկ խորհրդային միության տարածքում այդ կոնֆլիկտի պատճառով, որը ես ասեցի մեղավորնով էր, Սումգայիթով է սկսվել դա, ոչ թե Խոջալույով, դա էլ օրինակը ժամանակագրական բերեցի։ Այսինքն մենք գիտենք կոնֆլիկտի պատճառը, որն էր, որ ադրբեջանցիները Հայաստանից գնացին, բայց գնալուց հետո մի մասը տունը վաճառեց, մի մասը ստացավ փոխհատուցում, բայց նույնիսկ եթե դա չլներ, ի վերջո խորհրդային միության մի տարածքից գնացել ես մեկ ուրիշ տարածք, իսկ խորհրդային միությունում հարյուրավոր էթնիկ կոնֆլիկտներ կային, կենտրոնական իշխանությունը դա հատուկ ստեղծում էր, որպեսզի բաժանիր, որ տիրես խորհրդային միության սկզբունքով կարողանար անել, բոլորը բոլորի այդ կոնֆլիկտ ունենային, որ ինքը դա կարգավոր էր։ Այսինքն այս պարագայում ասել, որ եթե արդեն պայմանագիրը կնքենք, կարող են այդ 300,000-ը հետ գալ, մտածում եք ինչ եք ասում։ Հող եք նախապատրաստում 300,000 ադրբեջանցի գա մեր մեջ ապրելու։ Այսինքն այդ պայմանագիրը դրա համար եք ուզում կնքեք։ Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել եւ շփվել։ Վերջացրեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինի, պատ ենք կառուցելու եւ իրար բարև չենք տալու։ Այդ էլ հեգնում է, էլի ասել է Ալեն Սիմոնյանը։ Հիմա ոնց բացատրեց մարդուն, որ պատմական հիշողություն կա, որի պարագայում մարդիկ սենց չի, որ սենց իրանց կոտորելով սպասում են, որ հենց այս թուղթը ստորագրվի ու առևտուր անեն։ Իհարկե կգտնվեն մարդիկ, որ առևտուր կանեն, իհարկե կգտնվեն մարդիկ, որ նորմալ կհամարեն, բայց այնպես չի, որ մարդիկ ստարտի կանգնած ուզում են առևտուր անեն, դրա համար խանգարում ամենակ այդ թուղթը, բավական հենց այդ թուղթը ստորագրեցին, վերջ,
արդեն բոլորը դնում ենք մի կողմ ու երջանկացած ասես ոչինչ չի եղել, մենք սկսում ենք իրար հետ նորմալ հարաբերվել։ Չէ, ժողովուրդ ջան, այդպես չի։ Մարդը ունի պատմական հիշողություն, եւ դա չի կարելի ջնջել, նույնիսկ եթե քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանությանը չի հաջողվի ջնջել, որտեղ թարսի պես այդ հիշողությունը մի քիչ ավելի երկարաժամկետ կտրվածքով է։ Օրինակ ես ոչ մի կերպ չեմ կարող ներեմ Կլեոպատրային եւ Մարկ Անտոնիոյին, որովհետեւ Մարկ Անտոնիոն 34 թվականին զորքը մտցրեց մեծ հայք եւ գերեվարեց տարավ մեր արտավազդ երկրորդին։ Տանելուց հետո էլ Կլեոպատրան Ալեքսանդրիայում արտավազդ երկրորդին սպանեց։ Ժողովուրդ, ես չեմ ներում այդ մարդկանց, չեմ ասում, որ այն աշխարհում հանդիպեմ, տալու եմ սպանեմ, մեռածի ինչը սպանես, բայց համենայն դեպս կասեմ թքեմ ձեր երեսին, մեր թագավորին ինչի սպանեցիք։ Ժողովուրդ ջան, ինչ եք ուզում, ինչը մոռանանք, ասեք մոռանանք։ Ես որ խոսում եմ Մարկ Անտոնիոյի մասին, լեգենդար զորավար, կռվել է, լավ էր սիրուն ֆիլմ են անել, նայել ենք, շատ գեղեցիկ, Էլիզաբեթ Թեյլորն էլ խաղում էր, Ռիչարդ Բարտոնը, Ռեքս Հարիսոնը, շատ լուրջ ֆիլմ էր, Մանկևիչի նկարած ֆիլմը, այն սկզբի Կլեոպատրան, հետո շատ են նկարում տարբեր բաներ։ Հա լավ նայում ես, շատ տպավորիչ, դեկորացիաները լավ, բայց մեկը հենց նայում ես, ասում ես, այս սրիկաները մեր թագավորին սպանեցին։ Հիմա ինչ եք առաջարկում, ինչը մոռանանք։ Մի քանի օր առաջվա մարդիկ դեռ մի մասը անհետ կորած են, մի մասը բանտերում են։ Սպասում ենք թուղթը ստորագրենք ու 5 րոպե հետո սկսենք բանակցություն, առևտուր անել, Ինչ ասել Ալեն Սիմոնյանը։ Ադրբեջանն ասում է, որ մենք պետք է վերաբնակեցնի Հայաստանը 300,000 ադրբեջանցիներով, քանի որ հայերն ասում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա Ադրբեջանում ապրելու համար։ Այո, Ղարաբաղի հայերը երբ անվտանգ լինի, պետք է վերադառնան իրենց տները։ Սակայն ԱԺ-խոսնակը անվտանգության տեսանկյունից չի տեսնում ադրբեջանցիներին Հայաստանում վերաբնակեցնելու հնարավորությունը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, ամեն ինչ պետք է փոխադարձ լինի։ Այսինքն, չէ, հիմա չենք անելու։ Այ հենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, եկեք ժողովուրդ ջան, 300,000 եկեք։ Մի հատ տենեմ եք ինչ թվեր են կրակում։ Ու պետք չի մտածել ասել, դե որ տենց է, մերոնք կգնան Բաքու։ Մերոնք Բաքու նախ չեն գնալու, հետո որ գնան չեն գնա Հայաստանի շահերին ծառայեն։ Կգնան իրանց հետ յոլա կգնան կապրեն։ Իսկ նրանց ով Ադրբեջանը կուղարկի Թուրքիայի հետ լավ էլ պայմանավորված փողերը տալու են, ասեն դրեք ներսից պայթացրեք Հայաստանը։ Ինչի դուք չգիտեք, որ Ալիևը ասում էր թույլ չենք տալու Հայաստանը մոնոէթնիկ մնա։ Էս ինչ եք անում։ Այսինքն դուք չգիտեք, որ դա դանդաղ գործողության ռումբ եք ուզում բերեք, դիտավորյալ եք ուզում բերեք, լամի բաներ ուզում եք զիջումների գնա, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, ժողովուրդ ջան։ Ավելի պարզ, ոնց ասեն այս մարդիկ, իշխանության խորհրդարանական կառավարման պարագայում խորհրդանի ղեկավարը կանգնում ասում է, չէ, հիմա այդ 300,000-ին չենք բերելու, հենց խաղաղության պայմանագիրը ստորագրենք, այդ ժամանակ կարան գալ։ Հիմա դուք դրան համաձայն եք։ Այն Ադրբեջանի, որ ընդհանրապես այսօր հերթական անգամ մի հատ միշտ կոնկրետ նույն մարդիկ էին միշտ այս մասին ասում, հիմա մի հատ նորն է հայտնվել։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը հայտնել է. Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ կարևոր պահ է ապրում։ Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման գործընթացն ավարտվել է։ Դրա ստորագրման համար կա երկու պայման՝ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարումը եւ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ խաղաղության համար, հիմք ստեղծելու համար։ Ցանկացած խաղաղ ուղերձ արդյունք կտա միայն այն դեպքում, երբ այդ գործերը գործնականում իրականացվեն եւ երկու կողմերը կոնկրետ պահանջներ ու սպասումները բավարարվեն, ասել է Ռաֆիևը։ Հիմա մենք ուշադրություն դարձնենք, սա Ադրբեջանի նախապայմանն է։ Այն Ադրբեջանի, որի հետ հիմա 5 րոպե հետո մենք պատրաստվում ենք առևտուր անել։ Ժողովուրդ ջան, ես չեմ բացառում, որ կարելի է նաև առևտուր անել, բացարձակ։ Առավել եւս ես մշտապես այդ օրինակը բերում եմ Եվրամիության, որ տենց երկիր չես գտնի, որ հարևանի հետ կոնֆլիկտ ունեցած չլինի, տերիտորիալ խնդիրներ չառաջանան իրար մեջ, կոնֆլիկտներ չլինեն եւ այլ եւ այլ։
արյունաթափվել ինչքան ասես, բայց այդ մարդիկ եկան համաձայնության, որ երբ որ ստեղծենք մենք մի հատ ընդհանուր համակեցության համար համակարգ, այդ համակարգի ներսում, եթե ուրիշ ոչ մի բան չանենք, մենակ մենք ներսում իրար չուտենք, արդեն դա բավական բան է, բայց երբ որ ընդհանուր ապագայից նախագծում տեսնում, որ մենք ընդհանուր ճանապարհով գնում ենք, այդ մարդիկ դաժան անցյալը մի կողմ են դնում, որովհետև կա այդ պայծառ ապագայի տեսլականը, միասին ապրելու եւ միասին արարելու ու առաջ գնալու։ Մենք չենք կարող անցյալը մոռանալ։ Անցյալը sense tennis ոչ մեկը չի մոռանում, բայց խնդիրը ուրիշ է։ Եթե առաջ ես գնում, անցյալին ուրիշ ձևի ես նայում, ասում ես լավ, գիծը քաշենք, առաջ գնանք, որպեսզի մեր հաջորդ սերունդին չթողենք մեր կռիվը, լուծենք այդ խնդիրը, հաջորդ սերունդին չթողենք, բայց դու այսօր որ ընդհանուր քաղաքականությունը ունես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչի եք այս ժողովրդին փորձում խաբել։ Տեսնում եք, չի ստացվում։ Մարդիկ ասում են ցույց տուր են ընդհանուր ռազմավարությունը, որ Թուրքիան եւ Ադրբեջանի հետ մեր շահերը համընկնում են։ Հենց նոր ձեր աչքի առաջ կարդում ենք, որ Պակիստանը ուր, Ադրբեջանն ուր, Թուրքիան ուր։ Բայց Պակիստանի ոնց էր Թուրքիան ու Ադրբեջանն օգնում։ Առարկայական Թուրքիան զինում էր, որպեսզի հարվածեր Հնդկաստանին, մինչև Տրամպի զանգելը։ Բացի դատապարտող հայտարարությունը կոնկրետ օգնում էր Թուրքիան։ Այս երկրի հետ մենք ընդհանուր քաղաքականություն ունենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, մնում է ընդհանրապես այդ թղթի կտորը ստորագրենք, մնացած բոլոր հարցերում, ասես ներդաշնակ հարաբերությունները, մնում է այդ թուղթը ստորագրենք ու 5 րոպե հետո այսենց բեռները դրած, ասենց սպասում ենք, հենց թուղթը ստորագրենք, սկսենք իր հետ առևտուր անել։ Մարդը ֆիզիկապես անհանգստանում է, որ կարող է իր երկրին տա ապրանք, որը լաբորատոր փորձարկում նորմալ չկարողանաս անցկացնես, դա ազդեցություն ունենա տարիներ հետո։ Դու ընդհանրապես տենց մեծ վստահություն ունեք թուրքական ու ադրբեջանական ապրանքի նկատմամբ, եթե թուրքական ու ադրբեջանական ապրանքը այսօր Հայաստան գալիս է երրորդ երկրից, Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող մի հատ ապրանք արտադրեն, ուղարկեն Վրաստան, մտածեն հայերը կգնան կառնեն, իրանք չեն ցանկանա իրանք բարեկամ Վրաստանին Վնաստան, բայց եթե նա ուղիղ պայմանագրով այդ ապրանքը գալիս է Հայաստան, մենք ունենք այդ որակյալ լաբորատորիաները, որ կարող ենք նորմալ վերահսկողություն սահմանել եւ իմանալ, որ նրա մեջ չկա այնպիսի մի բան, որը գենետիկ մոդիֆիկացիայի ազդեցություն չի ունենա մեր գենի վրա 5 տարի հետո, 10 տարի հետո կամ 20 տարի հետո, որսկի այսօր չբռնվես, թույնավորած չի որ բռնվես, այլ ուղղակի այնպիսի բան լինի, որ դրա ազդեցությունը լինի ավելի ուշ ժամանակի։ Այն դեպքում, երբ որ իրանք ունեն ֆանտաստիկ փողեր եւ ծախսում են Հայաստանի դեմ, ծախսում են լոբիստական շարժումների համար, ինչքան փող են դնում Հայաստանի դեմ։ Ինչեր են անում, որ Ադրբեջանի պատմություն քարոզեն, Հայաստանի պատմությունը ջնջեն։ Ֆանտաստիկ փողեր են ծախսում։ Այդ ֆանտաստիկ փողեր ծախսողները չգիտեն, որ Հայաստանը մի հատ նորմալ լաբորատորիա չի կարող ունենա ինտենսիվ առևտրի պայմաններում, որ դռները բացես 5 րոպե հետո սկսեն իր հետ առևտուր անել։ Այսինքն ոչ մի վերապահում ու անհանգստություն չունեք ազգային ժողովի նախագահի մակարդակով ու վարչապետի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։